Եվ հետաքրքիր է ինչու դուք Արցախի արտաքսների մասին լսելիս դառնում առավել լիարդային, չխայլանում եք, կապիտերի մեջ եք հայտնվում եւ հետաքրքիր է նաեւ այն, թե ինչ ապրումներ եք դուք ունեցել Արցախի կորստի ժամանակ, որովհետեւ ամեն դեպքում 2023 թվականին հրապարակային խոսքում ձեզ համար Արցախը դեռ Հայաստան էր եւ եթե կարելի է մեկ հաս ևս եկեղեցին հետ կապված, որովհետեւ այն նկատել ձեր նախընտրական ծրագրում, ինչ է սպասվում Վեհապար Հայրապետին, եթե դուք ընտրվեք եւ ինչպես է հեռացնելու նրան, եթե օրակարգում է լինելու այն ու ինչպես է կազմելու այդ ճանապարհին, որովհետեւ դեկտեմբերի 17-ին մենք համոզվեցինք, որ ժողովուրդը Վեհապար Հայրապետի կողքին է։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կարծում եմ, որ շատ բնական է, որ 2020 թվականի իրադարձությունները էմոցիա են պարունակում, հասկանալիորեն, դուք հարցնում եք ինչ ապրումներ ունեցել, անձնական, ես կարող եմ ասել հետևյալը. Եթե տենց խոսակցությունը մինչև այդ աստիճանի բացում եք, ես ընդհանրապես երևի վերջին իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, այդ եղել է 2020 թվականի մայիսի 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։ Չէ, ընդհանրապես, ասում եմ, ընդհանրապես։ Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել։ Ասենք, օրինակ, մի շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ այդ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, այդ են եղել իմ էմոցիաները։ Եվ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց հետո էլի սկսել եմ մտածել, ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Եվ հասկացել եմ, որ իհարկե մի անգամից չեմ հասկացել, քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժման դրվել է թակարդի մեջ եւ այդ թակարդից պետքա դուրս գա։ Եվ ուրախ եւ հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստան դուրս բերել այդ թակարդից։ Այդ ամբողջը։ Եվ էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական գործունեության տրամաբանության մեջ Հայաստանը ուզում են հետ անել կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այս ամբողջ պատմությունը։ Մնացածն էմոցիոնալ, ես զարմանում եմ, այսինքն մարդ կա, որի համար այս թեմաները էմոցիոնալ չեն։ Եթե մարդ կա տենց, ուրեմն առավել ևս։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը նման մարդը էմոցիա չունի, նա որտեղ սառնասիրտ մարդասպան է, ինչի պետք է էմոցիա ունենա։ Սառնասիրտ մարդասպան, որի տեղը բանդում է։ Կարծում եմ բանդում իր էմոցիաները կամաց կսկսեն վերականգնել։ Կամ Ծառուկյան Գագիկ, ինչի պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։ Կամ Կալուգացի օլիգարխ ինչի պետք է էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտ էմոցիա ունի։ Այո, ես էմոցիոնալ մարդ եմ, նորություն է ձեզ համար, ինչի ես ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, ընդհանրապես մարդը էմոցիոնալ եղել։ Ես չեմ պատկերացնում մարդը առանց էմոցիայի։ Առանց էմոցիայի մարդը կամ տախտակա, կամ քյարփինջ է։ Եվ ցավոք սրտի մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից։ Եվ քանի որ հարցը կապեցիք Հայաստանյան առաքելական եկեղեցու հետ, ամենաբանը զվարճալին է, որ Հայաստանյան
առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, հետո բնականաբար վերականգնել են աղոթքներս, անեն չի, որ միջև հիմա դադարել եմ, ակնհայտորեն։ Ես նկատի ունեմ, դա ինչ որ տեղի անեցել մեծ էմոցիոնալ շոկ ա եղել ինձ համար, ինչպես նաև համոզված եմ շատերի համար։ Եվ ինչ այլոց, այդ առիթով եմ ես, եթե բացվում ենք, այդ առիթով եմ ես սկսել սաղմոսներ անգի սովորել։ Որովհետև այդ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն եմ ունեցել։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյաց առաքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, գոնե կեսը։ Ես համոզված եմ իրեքի ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված եմ հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն։ Կարանք տեստ անենք, ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել, չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության։ Ռոմանոս է ուր է։ Ձեր միկրոֆոնները աշխատ։ Շատ լավ։ Եվ էս է իրողությունը։ Եվ իմիջայլոց ասեմ։ Ու այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը տենց Աստվածաշունչի երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարաններից ոչ մեկը, ես գրած եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը եւ նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Բարձ բան եմ ասում, ավետարանը, Աստվածաշունչը, նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Իսկ թվում է ուշքից կգնան, որ այդ հարցը տան։ Կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։ Ու Կտրիչ Ներսիսյանի նմանը, որը կիսատ պռատ կարող է կարդացած լինի Աստվածաշնչի 2/3-ը, շատ խորը հոգևոր տպավորություն է թողնում այդ մարդկանց վրա, համոզված եմ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին արդեն մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որը պետք է կատարածվի։ Արգելի գործընկերներ, եկեք դիալոգի չվերածենք։ Ունենք 1 ժամ։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը դեմ լինի, ուրեմն չի լինի։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը կողմ լինի, ուրեմն կլինի։